Պարզվում է, որ ինչպես հեռուստաալիքներից մեկն էր մի ռեպորտաժ պատրաստել, ինչ են անում մեր արտահանողները, ովքեր գնում են գյուղացիների բերքը, որ այդ ուղղակիորեն այդ մարդիկ կարող են սնանկանալ եւ քանի որ Ռուսաստանը այլևս արգելել է, որոշակի գյուղմթերքների տեսականի չի գնում արդեն տևական ժամանակ Ռուսաստան, այդ ուրեմն վարորդները պատմել են տվյալ հեռուստաընկերությանը, որ այս պահին արդեն 15 օր է հայ-իրանական սահմանին Նորդուզի անցակետում ծիրանով բեռնավորված բեռներ են, այսպես հա բեռնատարներ են, ինչպես է ուրեմն հայկական ծիրանը իրանականի անվան տակ հայտնվում Ռուսաստանում, ուրեմն գնում է Իրան, այնտեղ մեքենաները փոխում են, ես սա փոխանցում եմ հեռուստաընկերության եւ վարորդների պատմածը, այնտեղ գնում են ֆիտոսանիտարական տեղեկանք, ֆեյք տեղեկանք, որովհետեւ Իրանում շատ երկար ժամանակ է պահանջվելու այդ իրական տեղեկանքը գնելու համար եւ որպես իրանական բեռներ, իրանական ծիրան, այդ ամենը գնում է Ռուսաստան։ Դուք պատկերացնում եք, ինչ վիճակում են հայտնվել արտադրողները, ֆերմերները, փոխադրողները, որովհետև նախորդին նաև այդ փոխադրող կազմակերպություններն էին այլևս աղմուկ բարձրացրել, ասելով, որ մենք անգործ ենք մնում, որ ստիպված են լինում այսպիսի հա սենց մախինացիաներ անել, ականջը սենց բռնել, տանել Վրաստանով, այնտեղ ֆիտո ձեռք բերել, այս պահին արդեն ասեցին, որ Իրանում կա ձերբակալված անձ, որը կեղծ ֆիտո սանիտարական տեղեկանքներ ա տվել, լավ, այս ամենը պատկերացնում եք, ինչ ա արժենալու մեր տնտեսության վրա։ Եվ արդյունքում, երբ որ հայտարարվեց, որ գնացինք Եկատերինբուրգ եւ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակում կարծես թե հարաբերությունները կարգավորել ենք, այդ կարծես թե ոնց որ տենց կարծես թե էլ մնացել է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ շարունակում է այն ապրանքատեսակների մասով, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության եւ տնտեսության համար, գործել ռուսական արգելքը։